Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով մահացածների թիվն արդեն 9 է։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 69-ամյա կինը լուսադեմին մահացել է։ Մոսկվայից Հայաստան վերադարձող սառնաղբյուրցի եղբայրներ Արմանն ու Արմենը նստած են եղել ավտոբուսի երկրորդ հարկի ձախ կողմում, արթնացել են տուժածների բղավոցներից։ Տեղյակ եք արդյոք սահմանադրական բարեփոխումների մասին օնլայն հարցում 3w.ցայք.am կայքի միջոցով, սոցհարցումներ օնլայնից մինչև թղթային։ Պատարակ նվիրված Գաբրիել եւ Միքայել հրեշտակապետների եւ երկնային զորքի հիշատակման տոնին։ Թենիս, սեր, ռոմանտիկա եւ անսպառ հումոր։ Սիրո գործակիցը նոյեմբերի 9-ին կհանձնվի գյումրեցիների դատին։ Օրվա տեղեկատվությամբ եթերում այսօր լրատվականն է, բարև ձեզ։ Այսօր լուսադեմին մահացել է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք։ Վթարին հաջորդող 3 օրերի ընթացքում հիվանդի մոտ 5 անգամ արձանագրվել էր սրտի կանգ։ Կինը Ուզլովսկայա բժշկական կենտրոնում գտնվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո, սակայն այսօր սրտի 6-րդ կանգի արձանագրման հետևանքով նրա կյանքը չի հաջողվել փրկել։ Հիվանդը ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող 2 հիվանդներից մեկը, որն ունի ողնաշարի կոտրվածք, ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել է Մոսկվայի Սկլիգովսկու անվան շտապ օգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ։ Բազմաբեկորային կոտրվածքներ ունեցող մեկ այլ տուժածի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունացել է։ Նաև այսօր ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա։ Վթարի հետևանքով տուժած մյուս 9 հիվանդների առողջական վիճակը ևս կայունացել է։ Վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի ուղևորներից 1986 թվականին ծնված Արման Ղուշուդյանը եւ 1987 թվականին ծնված Արմեն Երեմյանը արդեն սառնաղբյուր են վերադարձել։ Եղբայրները մի շարք վնասվածքներ են ստացել վթարի հետևանքով, 1 օր անցկացրել են Տուլայի հիվանդանոցում։ Այժմ իրենց համեմատաբար լավ են զգում, պատրաստվում են շարունակել բուժումը։ Տղաները Մոսկվայի են մեկնել մի քանի ամիս առաջ աշխատելու նպատակով, Հայաստան էին վերադառնում բարեկամների հետ։ Եղբայրները պատմել են, որ նստած են եղել ավտոբուսի երկրորդ հարկի ձախ կողմում, վթարի պահին քնած են եղել, մանրամասներ չեն հիշում։ Մենք մեջտեղում ենք նստած ձախ կողմում, իսկ ավտոբուսը շրջվեց աջ կողմում։ Ձեներ աղմուկ լսեցինք, արթնացանք, տեսանք, որ արդեն շրջվել ենք։ Վնասվածքներ ստացել եմ քիթ, քթի կոտրվածք, գլխի կոտրվածք, որ կողմ որ թեքվել ենք աջ կողմ, աջ հատվածում կա ցավեր, թևի, ոտքի։ Այդ մոմենտին շրջվելու մոմենտին փախել ենք դուրս, ով երբ ինչ կարողացավ հում օգնեց։ Նախքան գալներս գնացինք եկեղեցի Սերգեյ Պասատ։ Ինչ ամսու 1-ին գնացինք, որ ամսու 3-ին դուրս բերի կանք ճանապարհից առաջ, ոչ մի բան մտքերներով էս անցներ։ Ասենք մի հատ մտնենք եկեղեցի, ցանկալի էր։ Նկարվեցինք եւ ամսու 2-ի գիշեր դուրս եկանք արդեն նստել ենք ավտոբուս։ Սարսափելի տեսարան էր, դա չեմ կարող այդպես բացառ ասել։ Շատ է վախեցել։ Նա վախենալը վախեցել են, բոլորն են վախեցել էին։ Շատ ահավոր տեսարան էր։ Ինչ վնասվածքներ եք ստացել։ Վնասվածքներ ստացել եմ գլխից, հատվածում եւ մեջքից հատվածում։ Ճիշտ է, մի քիչ վնասվածքներով, բայց եկան հասան ինձ, ես մեծ բախտի տեր մարդ եմ, որ իմ երեխեքս այդ բանից փրկվել հասել են ինձ։ Ես էլի խոնարհվի мен անմեղ զոհերի ծնողներին եմ ցավակցում, որ ընդոնքել այդ աստիճան վնասված իմ երեխեքն էլ փառք Աստծո այդ էր մեր բախտն էլ, մեր վիճակն էլ։
Եգիպտոսում կործանված A321 ինքնաթիռը հնարավոր է վթարի ենթարկվել փոքր ռումբի պայթյունի հետևանքով, որը թաքնված է եղել ուղևորների ուղեբեռում կամ ինքնաթիռի ֆյուզելաժի անցքերից մեկում։ Այդ մասին գրում է Կոմերսանտ թերթը հղում անելով ավիաաղետի հետաքննությանը մոտ աղբյուրի։ Դատաբժշկական փորձաքննության աղբյուրները իրենց հերթին հայտնել են, որ աղետի զոհերի մարմինների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ ուղևորների մի մասը մահացել է դեռևս օդում ականի պայթյունից ստացած վնասվածքների հետևանքով։ Հիշեցնեմ, Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին վթարի էր ենթարկվել Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ զոհվել են։ Եգիպտոսում կործանված ռուսական քաղաքացիական ինքնաթիռն ամենայն հավանականությամբ ոչնչացվել է ահաբեկչության արդյունքում, հայտնում են մասնագետները։ Ֆրանս 2 հեռուստաալիքի հաղորդմամբ հետաքննիչները հայտնել են, որ Սև արգղի գաղտնազերծման արդյունքում օդանավում պարզ լսվում է պայթյունի ձայնը։ Ահաբեկչության հնարավորության մասին ավելի վաղ խոսել էին Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի մի շարք պաշտոնյաներ, իսկ Սպիտակ տունը հայտարարել էր, որ մի շարք երկրներում ուժեղացնում է ԱՄՆ ուղևորվող օդանավերի անվտանգությունը։ Նախագահ Օբաման տեղի ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նույնպես չի բացառում ահաբեկչության վարկածը։ Կարծում եմ հավանականություն կա, որ այնտեղ ռումբ է, եւ մենք դա շատ լուրջ ենք ընդունում։ Եվրոպական բազմաթիվ երկրներ Եգիպտոսից արագ կարգով դուրս են բերում իրենց քաղաքացիներին։ Անվտանգության մասնագետների խոսքով Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը, որն իր վրա է վերցրել ինքնաթիռի ոչնչացման պատասխանատվությունը, կարող է փորձել կրկնել ահաբեկչությունը։ Եթե Իսլամական պետություն խմբավորումը կարողացավ անել դա այդ օդանավակայանում, ապա քանի այլ օդանավակայաններ է նրանց հաջողվել մուտք գործել, քանիսում են նրանք գործում հենց այս պահին։ Չնայած Շարմ էլ Շեյխի օդանավակայանում ողբերգությունից հետո սկսված անվտանգության խիստ միջոցներին, Ռուսաստանն ինքը նույնպես որոշել է ժամանակավորապես դադարեցնել ավիաչվերթները դեպի Եգիպտոս, իսկ ներկայումս Եգիպտոսում գտնվող ավելի քան 70,000 ռուսաստանցի զբոսաշրջիկներին հետ է վերադարձնում։ Մինչ Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ մասնագետների վերջնական կարծիքը դեռ չի ձևավորվել, Հարավային Սուդանում ավելանում է կործանված Ան-12 օդանավի զոհերի թիվը հասնելով 41-ի, ողջ է մնացել միայն 1 երեխա։ Մասնագետների կարծիքով վթարի հավանական պատճառը ծանրաբեռնվածությունն է։ Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության 5 քաղաքացի զոհվել են վթարի պատճառով։ Իրաքում ավելի քան 2000 մարդ խոլերիայով է վարակվել վտանգավոր հիվանդության տարածման հետևանքով, գրում է 10 գործակալությունը, հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հայտնում է, որ Իրաքում ձեռնարկվում են անհապաղ միջոցներ համայնքները և ընտանիքները խոլերիայի համաճարակից պաշտպանելու համար։ Արդեն վարակվել է ավելի քան 2200 մարդ ամբողջ երկրում։ Վերջին գնահատականների համաձայն նրանց մոտ 20%-ը երեխաներ են։ Գործակալությունը անհանգիստ է, որ հիվանդությունը կարող է էլ ավելի տարածվել հորդառատ անձրևների և անվտանգության բացակայության պայմաններում, հայտնել է պաշտոնյան։ Հիվանդության դեպքերի մեծ մասը գրանցվել է Բաղդադի մոտակայքում։ Տեղի է ունեցել Չինաստանի և Թայվանի առաջնորդների հանդիպումը։ Պատմական հանդիպումը սկսվել է շաբաթ օրը Սինգապուրում։ Հանդիպումից առաջ Սի Ցզինպինին և Մա Ինցզյուն միմյանց ձեռք են սեղմել և ժպտացել, գրում է Արևմտյան մամուլը։ Այս հանդիպումը նման մակարդակի առաջին երկխոսությունն է լինելու Պեկինի և Թայբեյի միջև 1949 թվականի պատերազմի ավարտից և Չինաստանի այդ երկու մասերի անջատումից հետո։ Միևնույն ժամանակ Սինգապուրի փողոցներում շարունակվում են առաջնորդների հանդիպման դեմ բողոքի ցույցերը։ Նոյեմբերի 6-ին Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպմանը երկուստեք գոհունակություն է հայտնվել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ Կողմերը կարևորել են 2015 թվականի հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը և մայիսին ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Զրուցակիցները անդրադարձել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսված հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի և առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման անցկացման շուրջ։ Բանակցությունների օրակարգում է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Իդեպ նշեմ, որ նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 եւ 82 մմ ականանետերից հայ դիրքապաների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10,000 կրակոց։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար։ Շարունակում ենք թողարկումը։ ՑԱԻԿ մարզային հեռուստաընկերությունը բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի աջակցությամբ իրականացնում է սահմանադրական բարեփոխումների իրազեկման ծրագիր, որի շրջանակներում նախատեսված է քաղաքական բանավեճերի շարք, նաև հարցում 3w.caic.am կայքի միջոցով։ Դեկտեմբերի 6-ը կտա Հայաստանի Հանրապետության համար կարևոր հարցերի պատասխանները։ Մայր օրենքն արդյոք ուներ բարեփոխման կարիք, թե ոչ, ինչ չափով է երկրի քաղաքացին ընկալել սահմանադրական հանրաքվեի կարևորությունը։ Հարցերի մոտավոր պատասխանները ստանալու համար տարբեր սոցհարցումներ են անցկացվում ինչպես թղթային, այնպես էլ օնլայն տարբերակներով։ 3w.caic.am այցելելով կայք դուք հնարավորություն ունեք մասնակցելու տեղյակ եք արդյոք սահմանադրական բարեփոխումների մասին օնլայն հարցմանը։ Հարցումն ինքնանպատակ չէ, մայր օրենքը ենթարկվում է փոփոխությունների եւ ենթադրելի էր, որ այս մասին պետք է ժողովրդավարական երկրի բնակիչը լիներ քաջատեղյակ։ Մարդկանց մի խումբ կա, որին ընդհանրապես չի հետաքրքրում սահմանադրական բարեփոխումը, այս մասին կամ տեղյակ չեն, կամ հետաքրքրված չեն։ Ես հիվանդ եմ, նոր եմ ելել, գնաց ապտեք տեղնարել եմ տուն կերտամ, ես բան չգիտեմ, ինչ է, չգիտեմ։ Գիտենք, որ ընտրություն պետք է անի, բայց տեղյակ չենք։ Շուտով տեղյակ ենք, ելը մի ամիսում կա ժամանակ։ Չէ, տեղյակ չեմ։ Ոնց չեք հետաքրքրված։ Հետաքրքիր չէ։ Օրը գոնե գիտեք եք։ Չէ։ Լավ, ինչի համար չեք հետաքրքրվում, ինչից էս չի հետաքրքրվում։ Քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում վաչական թագավորի նախաձեռնությամբ ընդունված կանոնական սահմանադրությունը։ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է 18-րդ դարում Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի, մասնավորապես Շահամիր Շահամիրյանի կողմից շարադրված Որոգայթ փառացը, որը միաժամանակ եւ Հայաստանի ազատագրության ծրագիր էր եւ ապակա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը, որն այդպես էլ մնաց թղթի վրա։ 1920 թվականին Հայաստանի խորհրդայնացումից ապա նաև 1922 թվականին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միության ստեղծումից հետո հայկական իրավական համակարգն ամբողջությամբ դարձավ Խորհրդային միության իրավական համակարգի անբաժան մասը։ Խորհրդային շուրջ 70-ամյա պատմության ընթացքում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ունեցավ 3 սահմանադրություն։ 1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր ազգային սահմանադրության ընդունումը։ 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով հաստատվեց երկրի մայր օրենքը։ 6 տարի անց 2001 թվականին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու սահմանադրությունում։ 2003 թվականին հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005 թվականի նոյեմբերի 27-ին եւ ընդունվեց։ Հերթական փոփոխությունն այս տարի է նախատեսվում։ Ինչն է բարեփոխվում սահմանադրության մեջ, ինչ հոդվածներ են վերանայվում կամ ընդհանուր առմամբ ինչ է առաջարկվում հասարակության մեծ մասը տեղեկացված չէ։ Որտեղ ծանոթանամ հոդվածներին։ Թերթերի մեջ չեն տվել։ Տեղյակ չեմ նոր սահմանադրությանը։ Ու կետերի փոփոխություններին տեղյակ չեմ։ Ես չգիտեմ ինչ պետք է առաջարկի, չգիտեմ։ Անտերանոց դառնա երկիրը։ Երևի ընտրությանը չգնամ, որովհետև իրաց ցերն ինչ ուզենան դիք կենեն։ Ասես կամ այո կամ ոչ, ոչինչ չի փոխելու։ Այս մեր երկրում, որովհետև բոլորը գնում են, չգիտեմ ինչ ասեմ։ Ինձ թվում է ոչինչ չի փոխի։ Երբ որ մարդ տեղափոխվում է ուրիշ տեղ կամ ինքը հակի շորերը փոխում է, արդյոք դրանով բնավորությունը փոխվում է։ Ոչ։
Ոչ մի բան չի փոխվի։ Ինչպես կա, այդպես է կմնա։ Հարցվածներից նրանք, ովքեր տեղյակ են սահմանադրությունից, նշեցին, որ մայր օրենքը բարեփոխման կարիք չուներ, եթե բոլոր հոդվածները կիրառվեին, ամեն ինչ երկրում իր տեղը կլիներ։ Արմենու Հիմինեսյան, Խանթ Հովհաննիսյան այսօր։ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մայրաքաղաքում այցելել է միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող Spike ընկերություն։ Նախագահը շրջել է ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, իրականացված ներդրումներին եւ զարգացման ծրագրերին։ Ըստ որոնց 2015 թվականին Spike ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել ավելի քան 40 միլիոն տարա տարեկան արտադրողականությամբ պտուղ բանջարեղենի վերամշակման իտալական տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասը, որը կապահովի հավելյալ 100 աշխատատեղ։ Ներկայումս ընկերությունը ունի շուրջ 300 աշխատակից։ Արտադրամասի կառուցման համար կատարվել է մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ընկերությունը ըստ պատասխանատուների մտադիր է 2016-17 թվականներին կրկնապատկել արտահանման ծավալները։ Նախագահ Սարգսյանը այնուհետ մեկնել է Արարատի մարզ։ Մասիս քաղաքում այցելել է Grand Holding-ի կազմի մեջ մտնող ստվարաթղթե արկղերի արտադրությամբ եւ տպագրական արտադրանքի թողարկմամբ զբաղվող Grand Master, ինչպես նաև ծխախոտի հումքի մթերմամբ, վերամշակմամբ եւ սիգարետի արտադրությամբ զբաղվող Massis Tobacco եւ International Massis Tabak ընկերություններ։ Նախագահը ծանոթացել է հիշյալ ընկերությունների գործունեությանը, արտադրանքի իրացման ծավալներին, կատարված ներդրումներին եւ զարգացման ծրագրերին։ Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 6-ին այցելել է Արփասեվան թունել, տեղում ծանոթանալու թունելի ներկայիս վիճակին եւ վերականգնման աշխատանքների ընթացքին։ Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ եւ Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 2010-ից 17 թվականներին իրականացվում է Արփասեվան թունելի առավել վթարային հատվածների հիմնանորոգման ծրագիր, որի նպատակն է ապահովել Արփասեվան ջրատարի թունելների կայունությունը եւ անվտանգությունը ջրատարի ուղեծրի ողջ երկարությամբ։ Արփասեվան բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Պարույր Հակոբյանը վարչապետին զեկուցել է, որ 2010 թվականից իրականացվող թունելի հիմնանորոգման ծրագրի շրջանակում կատարվել է վթարային վիճակում գտնվող հատվածների հիմնանորոգում եւ վերականգնում։ Նա նշել է, որ ներկայում աշխատանքների մեծ մասը ավարտված է եւ շինարարության ավարտին մնացել է մոտ 1 տարի։ Հովիկ Աբրահամյանին է ներկայացվել նաեւ թունելի այն տեղանքները, որտեղ վերջին 5-6 տարում ավելի են խորացել փլուզումները, որոնց վերականգնման անհրաժեշտություն ևս կա։ Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը անդրադարձել է մեքենաների ապակիների մքեցման համար տուգանքին։ Նա նշել է, որ ապակիների մքեցման պատճառով վթարների թիվը շատ չնչին տոկոս է կազմում եւ առավելագույն վթարների պատճառը արագությունը գերազանցելն է։ Էդուարդ Հովհաննիսյանը ասել է, որ ապակիների մքեցման համար տուգանքներ սահմանող օրենքը մինչ այս էլ կար, սակայն ոստիկանությունը չէր տուգանում, քանի որ հավանաբար չուներ մքեցվածության աստիճանը ստուգող սարքերը։ Մութ ժամանակ տեսանելիությունը, այսինքն ընկալումը տրանսպորտային միջոցներից ընկալումը դրսում, այն էլ աղջամուղջի եւ մութ ժամանակ կտրականապես նվազում է եւ մուգ ապակիները դառնում են փաստորեն եւս ոնց որ մի արգելք։ Լուսաթափանցելիությունը ստուգելը այդ պահը հարց են տալիս, իսկ ինչու է այսօր։ Դե ես էլ ասում եմ, իսկ ինչու չէ։ Երբ դե մի օր պետք է անեին երևի, չէ։ Քանի որ կա այսօր մեզ մոտ այդ սահմանափակումը, որ ասում եք դրել են, դա գալիս է ոչ թե Հայաստանն է դրել, դա միջազգային նորմ է։ Շեմ հաշվապահական կենտրոնը 4 տարեկան է, սկսած 2011-ից կենտրոնը հիմնադրվել եւ իր գործունեությունն է ծավալում Գյումրիում։ Հաշվապահական ծառայություններ են մատուցվում մարզում գործող ավելի քան 132 կազմակերպությունների։ Հաշվապահական կենտրոնի հետ երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրեր են հանձնվել մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների։ Շեմ հաշվապահական կենտրոնն արդեն 40-ամյա պատմություն ունի, թեև գործունեության ոչ այնքան երկար ժամանակահատված է, սակայն կենտրոնն արդեն հասցրել է շահել 140-ի հասնող տարբեր կազմակերպությունների վստահությունը։ Իրականացնում ենք տարբեր ոլորտների հաշվապահական հաշվառում,
իրականացնում ենք հաշվապահության վերականգնում, ներքին աուդիտ։ Շեմում աշխատում է մի ամբողջ թիմ, որակավորված հաշվապահներ ենք, իրականացնում ենք նաև հաշվապահական դասընթացներ։ Շեշտը դրված է կենտրոնում որակյալ հաշվապահական ծառայությունների մատուցման վրա, որպեսզի հաճախորդները ավելի շատ զգան, որ իրենց թիկունքում բանիմաց ու որակյալ մասնագետներ են, ովքեր ցանկացած հարցում իրենց կողքին կանգնած են։ Հաշվապահական կենտրոնն այս 4 տարվա ընթացքում որդեգրել է մի քանի սկզբունք, այդ թվում թիմային աշխատանք, անհատական մոտեցում։ Յուրաքանչյուր հաճախորդին տրամադրվող ծառայությունները մատուցվում են հաշվի առնվելով նրա ներկայացրած բիզնես առանձնահատկությունները։ Շատ կարևոր է մեր կազմակերպության համար թիմային աշխատանքը, որովհետև այստեղ հավաքված յուրաքանչյուր մասնագետ արդեն կայացած մասնագետ է։ Շեմ հաշվապահական կենտրոնն այն եզակի կառույցն է, որը հիմնվել է ոչ թե մայրաքաղաքում, այլ Գյումրիում, իսկ ստեղծման եւ կազմավորման ուղին բնականաբար Գյումրին չի եղել։ Միակ հաշվապահական կենտրոններից է, որ առաջինը հիմնադրվել է Գյումրիում, այնուհետև աշխարհագրությունը ընդլայնվել է դեպի Երևան։ Մեր զենքը մեր քերքներ, որոնք մի քիչ մեծ ու մենք կարողացանք մեր քերքով մեր հաճախորդներին ապացուցել, որ իրոք հնարավոր է Գյումրիում ստեղծել հաշվապահական կենտրոն, որը կարողանա աուտսորսինգային ծառայություններ մատուցել եւ որը ես վստահ եմ, որ նաեւ պատճառ հանդիսացավ, որ Երևանյան մի շարք կազմակերպություններ իրենց մասնաճյուղերը բացեցին Գյումրիում։ Կենտրոնի գործունեության 4-րդ տարեդարձի արդիվ կազմակերպված միջոցառման մասնակիցներին Շեմի անցած ուղին ներկայացվեց ֆիլմի միջոցով։ Այն նվիրված էր կենտրոնի 40-ամյա գործունեությանը, ունեցած հաջողություններին եւ առաջիկա ծրագրերին։ Այս կենտրոնը իսկապես ճիշտ համագործակցության ուղիներ է գտնում եւ ժամանակի հետ կարողանում է իր բիզնես ծրագրերը այնպես կառուցել, որ սրանք տալիս են իրենց արդյունքները։ Այս հաշվապահական կենտրոնը զբաղվում է ոչ միայն գործնական հաշվապահական առաջադրանքներ իրականացնելով, այլ նաև մեծ նպաստ ունի երիտասարդ սերնդի կրթման գործում։ Մեզ համար ուրախալի է, որ այն մարդիկ, որ այս միջոցառման համար մենք նախապատրաստում ենք, մեր կողքին կանգնել էին եւ ամեն ինչով ողջավորված օգնում էին մեզ, շատ շնորհակալ ենք իրենցից, մեր կողքին լինելու մեզ աջակցելու համար։ Միջոցառման ավարտին հաշվապահական կենտրոնի հետ երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրեր են հանձնվել մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ալա Բաղդասարյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Նոյեմբերի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Գաբրիել եւ Միքայել հրեշտակապետների եւ երկնային զորքի հիշատակման տոնը։ Տոնի առիթով պատարագ է մատուցվել Պատվո Բլուր հուշահամալիրի տարածքում գտնվող ռուսական եկեղեցում, որը կրում է Միքայել հրեշտակապետի անունը։ Որպեսզի արժանավոր եղեցող գոհության Միքայել հրեշտակապետի անունը կրող ռուսական եկեղեցում քրիստոնյաները մասնակցեցին Տեր Փավստոս Քահանա Սարգսյանի ձեռամբ մատուցված պատարագին, նվիրված Գաբրիել եւ Միքայել հրեշտակապետների եւ երկնային զորքի հիշատակման տոնին։ Հրեշտակներն անմարմին էակներ են, անսեռ ու սպասավոր Աստծուն։ Հավաքվել ենք Սուրբ Միքայել հրեշտակապետի անունը կրող այս ռուսական եկեղեցու մեջ տոնելու համար հրեշտակապետերի հրեշտակների եւ բոլոր երկնային զորքերի տոնը։ Այս տոնը համաքրիստոնեական տոն է։ Ողջ քրիստոնյա աշխարհն է տոնում եւ ոչ քրիստոնյա աշխարհը տոնում է նոյեմբերի 8-ին։ Հայ եկեղեցին տոնում է նոյեմբերի 8-ին մերձակա շաբաթօր։ Ռուս եկեղեցին, որտեղ գտնվում ենք իբրև հյուր, նույնպես տոնում է նոյեմբերի 8-ին, բայց հին տոմարով, որ ընկնում է նոյեմբերի 21։ Ամեն տարի ուրեմն նոյեմբերի 21-ին ուղղափառ եկեղեցիները ռուս, վրաց, հույն տոնում են հրեշտակապետած տոնը, որ նոյեմբերի 8-ը հին տոմարով համընկնում է նոյեմբերի 21-ին, 13 օր հետո։ Ըստ եկեղեցու Սուրբ Հայրերի հրեշտակներն իբրև լուսեղենեակներ ստեղծվել են արարչագործության առաջին օրը, լույսի հետ միասին։ Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարտահարածին։ Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով հանդերձ իրենց մասնակցությունն են բերում նաև երկրավոր կյանքի ընթացքին, գործում են ժամանակի ու տարածքի մեջ ապրող մարդու համար։ Հրեշտակ բառը ուրիշ բան չի նշանակում, եթե ոչ նշանակում է սուրհանդակ, պատգամաբեր, լրաբեր, ով փոխանցում է մարդուն
Տիրոջ թելադրությունները, տիրոջ պատկանները, տիրոջ հրահանգները, տիրոջ ցանկությունները եւ տիրոջ կամքը։ Գաբրիել հրեշտակապետի անունը նշանակում է Աստծո այր։ Նրան վերապահված է Տիրոջ վերին խորհուրդներն ավետարանելու շնոր։ Այս հրեշտակապետն էր, որ Տիրոջ կողմից ուղարկվելով Սուրբ Կույս Մարիամին բարի լուրը հաղորդեց, իսկ Զաքարիային Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսը։ Իսկ Միքայել անունը նշանակում է ով է Աստծուն նման։ Վերջինս երկնավոր հոր փառքի եւ նրա ժողովրդի պաշտպանության համար մարտնչողն է, որին տրված է կառավարելու եւ թագավորելու շնորհը։ Հավատացյալները մեծ սիրով էին եկել մասնակցելու պատարագին, որին ներկա էին ինչպես ուղղափառ, այնպես էլ առաքելական եկեղեցու հետևորդները։ Սուրբ հրեշտակների տոնն է երկնային զորքերի, որոնք ծառայում են Աստծոատորին, պահպանում են մարդկանց, հսկում են երկիր եւ երկինք եւ ամենազորեղ Աստծո կամոք, քանի որ այս եկեղեցին կոչում է Սուրբ Գաբրիել հրեշտակի անվամբ, դրա համար այստեղ է պատարագ նաեւ մատուցվում եւ այսօր ում անունը որ ասեն Գաբրիել է Միքայել, նրանց կարելի է շնորհավորել, քանի որ հրեշտակների անվամբ է։ Մեծ տոն է 12 հրեշտակապետերի, դրա համար մենք բոլորս եկել ենք, հավաքվել ենք, որպեսզի տոնենք։ Здесь каждый день приходят люди. Я сегодня вообще первый раз попала на армянскую службу. Очень красиво поют. Լուսնե Պողոսյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Սիրո գործակից նոր կատակերգություն Ալաբալանիցա եւ Սուպերմամա ֆիլմերի ստեղծագործական խմբի կողմից։ Ֆիլմը նախքան հայաստանյան շրջագայությունների մեկնելը նախ կհանձնվի գյումրեցիների դատին։ Ֆիլմն առաջին անգամ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կցուցադրվի նոյեմբերի 9-ին։ Ալաբալանիցա եւ Սուպերմամա ֆիլմերի ստեղծագործական խումբը ներկայանում է նոր ֆիլմով՝ Սիրո գործակից։ Ավելի մեծ բյուջե, ընդլայնված դերասանական կազմ, փոխվել է նաեւ նկարահանումների աշխարհագրությունը։ Աշխատանքները տևել են 1 տարի, ավելի շատ հումոր ու ծիծաղ։ Միամսից հարսանիք են գալում, փեսա, կդիմանազ։ Ռոմանտիկ կատակերգություն սպորտային ուղղվածությամբ, թենիս, սեր, ռոմանտիկա եւ անսպար հումոր։ Այս տարի կփորձենք ամենակիչը հաստատել նույն ռեկորդը եւ շատ մեծ ջանքեր գործադրենք, որ մի փոքր նաեւ ավելացնենք։ Գլխավոր մեսեջը ֆիլմի, որ իրականում կյանքում բազմաթիվ բարդություններ են լինում ու այդ բարդությունները հաղթահարելու տարբեր միջոցներ կա ու որպես կանոն այդ միջոցներից առաջնային են միշտ ընկնում խարդախ ու ոչ այդքան ճիշտ օրինական միջոցները։ Ֆիլմում սիրված ու հայտնի դերասաններ են պատրաստ ցանկացած խենթության կերպարի հաջողված լինելու համար։ Օրինակ դժվար է պատկերացնել սևահեր Գարիկ Պապոյանին կարմիր մազերով, իսկ ֆիլմում նա հենց այդպիսին է հանդես գալու։ Երկար ժամանակ չկամ էկրաններին, այս ընթացքում եղել եմ կարմիր մազերով եւ պեպեններով։ Ու ինչպես ֆիլմում կտեսնեք առանց մի ատամ, այո։ Փառք Աստծո, ունեմ հրաշալի խումբ, որոնք ինձ օգնեցին եւ կարողացա Սուպերմամայի կերպարի, կնոջ կերպարից տեղափոխվել դեպի տգեղ, մի քիչ թերհաս, հարուստ աղջկա կերպար, որը մի քիչ կարծում եմ դժվար է լուրջ խաղալ դերը, որովհետև դա կատակերգություն է։ Շատ բարի, շատ ժպտեր է, ուրախ աղջիկա, որը սիրում է զբաղվել թենիսով, որը զբաղվում է թենիսով մանկուց։ Իհարկե, ինչպես բոլոր մարդիկ, ինքն էլ ունի փոքրիկ խնդիրներ, բայց ինքը փորձում է իր խնդիրները հաղթահարել ժպիտով ու չի ծանրաբեռնում կողքի մարդկանց իր խնդիրներով։ Հայաստանի ցանկացած քաղաքացի հնարավորություն ունենա մեծ էկրանով դիտելու այս ֆիլմը եւ սա մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ երբ դեռ ֆիլմի նկարահանման ընթացքի մեջ է եւ մենք բանակցում ենք ֆիլմի ցուցադրությունները կազմակերպելու համար, Հայկ Մարությանը մի շատ հետաքրքիր նախադասություն ասաց, ես ուզում եմ, որ այս ֆիլմը դառնա բոլոր հայերի համար, իսկ մեզ համար Հայաստանի բոլոր բնակիչները շատ կարևոր են, առավելապես կարևոր են հեռավոր մարզերում ապրող բնակիչները եւ էլ առավելապես կարևոր են սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչները։ Նկարահանման հրապարակում մթնոլորտն իսկապես թեժ է եղել։ Աշխատանք ու նվիրում, նպատակն էլ մեկն է՝ ստեղծել նոր ու տարբերվող գործ։ Սա մեր եւ Կարգին եւ Էսքի ստուդիայի երկրորդ համագործակցությունն է։ Մենք անցած տարի
Հայաստանում իրականացրեցինք Սուպերմամա ֆիլմի շրջագայությունը, ամենամեծ շրջագայությունն էր հայկական ֆիլմերի պատմության երբ ինքը աշխարհագրությունը մեծ էր եւ աշխարհագրությունը ձգվեց Մեղրիից մինչեւ Տավուշի հեռավոր Չինարի գյուղը։ Այս անգամ եւս ամբողջ տարին մենք ստանում ենք տարբեր զանգեր տեղի կազմակերպիչներից, որոնք սպասում են նոր ֆիլմի եւ ուրախությամբ արդեն նոյեմբեր ամսից, նոյեմբերի 9-ից մենք սկսենք Սիրո գործակից ֆիլմի հայաստանյան շրջագայությունը, որը ել ավելի ընդգրկուն կլինի։ Սիրո գործակից ֆիլմը նախքան հայաստանյան ընդգրկուն շրջագայության մեկնելը նոյեմբերի 9-ին ստեղծագործական խմբի կողմից կհանձնվի գյումրեցիների դատին։ Կատակերգության առաջնախաղը կկայանա Գյումրու Վարդան Հաճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ նոյեմբերի 10-ից ֆիլմի ցուցադրությունները տեղի կունենան Հոկտեմբեր կինոթատրոնում։ Ալա Բաղդասարյան, Նազելի Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Գյումրու քաղաքապետարանի մարմնամարզության մարզադպրոցում մեկնարկել է քաղաքի բաց առաջնությունը, որն անցկացվում է 3-րդ տարին անընդմեջ։ Մրցաշարին մասնակցում են նաև մայրաքաղաքի ներկայացուցիչները։ Գյումրու մարզադպրոցի տնօրենությունը վստահ է, որ նման մրցաշարերը կօգնեն գյումրեցի մարմնամարզիկներին լրացուցիչ փորձ ձեռք բերել։ Գյումրու բաց առաջնությանը մասնակցում են Երևանի Էջմիածնի և Գյումրու մարզադպրոցների սաները։ Առաջնային նպատակն է, որ հայ մարմնամարզիկները մասնակցելով նմանատիպ մրցաշարերի ձեռք բերեն փորձ։ ԽՍՀՄ փլուզումից հետո մարզաձևը Հայաստանում բավականին հետընթաց է ապրել և ժամանակ է պետք այն զարգացնելու ու ավելի մասսայական դարձնելու համար։ Բացի դրանից մարզադպրոցները նոր վարժասարքերի կարիք ունեն։ Խնդիրը հատկապես զգացվում է, երբ խոսքը գնում է մեծահասակների մասին։ Այս տարի մասնակցում է Երևան, Շահյանյանի մարզադպրոց, Էջմիածին, Գյումրի և Ազարյանի մարզադպրոցին սպասում ենք, որ պետք է ժամանեն տեղաների պայքարում, քանի որ նրանք աղջիկներ չունեն։ Իսկ ընդհանուր մասնակիցների թիվը սահմանափակել ենք մենք, որպեսզի ավելի բարձր կարգով անցկացնենք մեր մրցումները։ Սպորտային մարմնամարզությունը բավականին բարդ սպորտաձև է։ Հայաստանում կամաց գնում առաջ, պայմանները փոքր-ինչ վատ է, ինչ առումով, ճիշտ է մեր դպրոցում ունենք պայմաններ նորմային համապատասխանող, բայց պարապելու համար չունենք հնարավորություն, մեզ շատ պետք են օգնող, օժանդակող գործիքներ, կլինի փոս, կլինի նոր, բայց կամաց առաջ գնում է։ Գյումրու մարմնամարզության մարզադպրոցի տնօրեն Խաչիկ Երանոսյանի խոսքով բոլոր տարիքային խմբերում լիարժեք մարզումներ անցկացնելու համար դպրոցը նոր վարժասարքերի կարիք ունի։ Նա հույս ունի, որ գալիք տարում հարցը կոնե մասամբ կլուծվի եւ առաջիկայում իրենց սաները կկարողանան նախկին մրցակցությունը ցույց տալ նաեւ մեծահասակների պայքարում։ Գույքի մշտական խնդիր կա բոլոր մարզադպրոցներում, ինչպես է մերը, որտեղ յուրաքանչյուր գույք պետք է լինի մասնագիտական։ Իսկ մասնագիտական գույք այսօր մեր հանրապետություն ոչ միտեղ չկա։ Իսկ այդ մասնագիտական գույքը պետք է մասնագետը կնի, գիտենա, որտեղից է կնելու եւ ինչ գույք է պետք։ Գույքի հանդերձանքի համար մշտական դիմել ենք, այս տարի միայն տվել են Ազարյանի մարզադպրոցին գույք։ Մյուս տարի մենք նորից կդիմենք, տեսնենք ինչով կարող են աջակցել։ Չնայած առկա խնդիրներին պատասխանատուները նշում են, որ մարզաձևը գնալով զարգանում է երկրում։ Ահավասիկ վերջին աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանի բրոնզե ելույթը։ Ըստ Շահումյանի մարզադպրոցի մարզիչ Անի Աղաբալյանի հատկապես առաջընթաց է նկատվում տղաների շրջանում, իսկ ինչ վերաբերում է աղջիկներին, ապա հույս ունի, որ ապագայում հայ մարմնամարզուհիներն էլ բարձր արդյունքներ ցույց կտան միջազգային ասպարեզում։ Հապետ Հարությունյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Եվ վերջում տեղեկացնեմ, որ իսպանական Լա Լիգայի ընթացիկ առաջնության 11-րդ տուրում Մադրիդի Ռեալը հյուրընկալվելու է Սևիլիային, իսկ կատալոնական Բարսելոնան սեփական հարկի տակ մրցելու է Վիլյարեալի դեմ։ Հաշվետու տուրում Ատլետիկոն ընդունելու է Սպորտինգին։ 3 հանդիպումն էլ կարող եք դիտել Ցայք մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Վաղը նոյեմբերի 8-ին Բարսելոնա Վիլյարեալ, ժամը 19-ին Ատլետիկո Սպորտինգ 21:15-ին եւ Սևիլիա Ռեալ Մադրիդ 23:30-ին։ Այսքանը մաղթում եմ ձեզ հաճելի հանգստյան կիրակի հաջողություն։